Այսօր մենք այսօր մենք քննարկելու ենք մեր դպրոցական վերահսկողության գործողությունները տարեկան աշխատանքային պլանում ընդհանուր առմամբ եւ տվյալ ամսվա աշխատանքային պլանում մասնավորապես։ Եվ ես որոշեցի այս զրույցի անունը դնել շատ ՆԴՎ, որովհետև մեր տարեկան աշխատանքային պլանի հաշվետվության երկրորդ հաշվետվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին շարունակում ենք ունենալ մեծ թվով ներդպրոցական վերահսկողության աշխատանքներ, որը հետո ուղղակի չենք իրականացնում, ձևական գրառումներ ենք կատարում, որով վտանգում ենք հենց մեր դպրոցի տնօրենի հեղինակությունը, այսինքն դպրոցի տնօրենը պլանավորում է մեծ քանակությամբ գործողություն ներդպրոցական վերահսկողության, որը ֆիզիկապես ի վիճակի չէ իրականացնելու եւ արդյունքում ստացվում է, որ նա պլանավորել է մի աշխատանք, որը չի իրականացրել եւ դա դիտվում է որպես էական թերություն։ Այս մասով մենք բավականին քննարկելու հարց ունենք եւ այդ քննարկումներից մեկը ես հիմա ուղղակի ուզում եմ ներկայացնել, թե ինչի վրա ենք մենք հիմնականում ներդպրոցական վերահսկողության ժամանակ ծախսում մեր ժամանակը։ Ուրեմն ներդպրոցական վերահսկողությունը տնօրենների մասը դիտարկում է պարզապես որպես դասալսումներ եւ համարում է, որ եթե ամսվա ընթացքում կատարել է X թվով դասալսումներ, ապա ներդպրոցական վերահսկողության որոշակի աշխատանք է իրականացել։ Սա շատ մակերեսային մոտեցում է եւ եկել է ժամանակը, որ մենք արդեն դա փոխենք եւ ավելի լուրջ մոտենանք այդ աշխատանքին։ Իրականում դասալսումները ներդպրոցական վերահսկողության մի բաղադրիչն է ընդհանրապես, բայց ներդպրոցական վերահսկողությունը մենք դրանից չէ որ պետք է սկսենք։ Այսպիսով, եթե մենք ուսումնասիրում ենք որևէ առարկայի դրվածքը դպրոցում կամ որևէ ուսուցչի աշխատանքը, ապա պետք է սկսենք փաստաթղթերի հավաքագրումից, եւ դա բավականին ժամանակ է խլում։ Այնպես չի, որ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելը մեզնից քիչ ժամանակ է պահանջում։ Մասնավորապես, եթե մենք ուսումնասիրում ենք օրինակ հայոց լեզվի եւ գրականության մեթոդական միավորման աշխատանքները, ապա մենք պետք է ուսումնասիրենք բոլոր թեմատիկ պլանները, բոլոր դասարաններում կազմակերպված ամփոփիչ աշխատանքների բովանդակությունը, ուսումնասիրենք ինչպես են ուսուցիչներն իրականացնում հայտորոշիչ գնահատումը, ուսումնասիրենք ինչպես են իրականացնում գործնական աշխատանքները, ինչպես են կազմակերպում ընթերցանությունը տարրական դասարանում, ինչպես են զարգացնում ընթերցանությունը միջին դպրոցում եւ հետո ավագ դպրոցում, ինչ վերլուծական հմտություններ են սովորեցնում սովորողներին, օրինակ էսսեներ գրելու ժամանակ։ Այսինքն այդ ամբողջ փաստաթղթերը մենք հավաքում ենք, որպեսզի հետո, ինչպես դուք տեսնում եք երկրորդ կետով, տվյալների ամփոփում եւ վերլուծություն կարողանանք կատարել։ Թեմատիկ պլանները դրանք շատ կարևոր փաստաթղթեր են։ Եթե ամփոփիչ գրավոր աշխատանքի ժամանակ, ասենք 7-րդ դասարանում սովորողները ունենում են որոշակի թեմայից ցածր արդյունք, ասենք դասարանի աշակերտների մեծ մասը այդ հարցին սխալ է պատասխանել կամ այդ աշխատանքը սխալ է կատարել, անհրաժեշտ է անդրադառնալ, թե այդ սխալը կատարելու պատճառը, այն գիտելիքը կամ հմտությունը, որը պետք է աշակերտը ունենար, երբ է նրա մոտ զարգացել այս ուսումնական տարվա ընթացքում, նախորդ ուսումնական տարվա ընթացքում, եթե պարզվում է, որ այս ուսումնական տարվա սկզբին է այդ հմտությունը զարգացել կամ նախորդ տարվա ընթացքում է զարգացել, մենք անդրադառնում ենք թեմատիկ պլանին։
նայում ենք արդյոք մենք այդ համապատասխան թեմային նախատեսել ենք իր բարդությանը համապատասխան բավարար ժամանակ եւ կարողացել է արդյոք այդ հատկացված ժամանակում ուսուցիչը տալ այնպիսի գիտելիքներ, որ սովորողները առնվազն բավարար մակարդակի յուրացնեն նյութը, ունենան որոշակի փորձառություն։ Մեր փորձը ցույց է տալիս, որ նման քննարկումների ժամանակ ինչպես ուսուցիչները, այնպես էլ մեթոդ միավորման նախագահները հատուկ ընդգծում են, որ այո, նյութը բավականին բարդ է, անցել է բավականին ժամանակ, մի քանի ամիս կամ 1 տարի, եւ երեխաները հնարավոր է որոշակի բաներ մոռացել են կամ առավել եւս այդ կարճ ժամանակում թեմային տրված ժամանակահատվածում այդ ամբողջ նյութը երեխաներին սովորեցնել եւ ապահովել փորձառություն դրանց կիրառումը իրականացնելու համար հնարավոր չէ։ Այսինքն այստեղ առաջանում է որոշակի այս վերլուծությունը մեզ հուշում է լուծում, որ պետք է վերադառնալ հետ եւ արդեն այդ թեմային նախատեսել ավելի շատ ժամանակ, քան նախատեսվում էր սովորաբար ավանդույթի համաձայն տարիներ շարունակ։ Սա ժամանակ է մեզնից պահանջում, սա քննարկումներ է մեզնից պահանջում։ Դպրոցի մեթոդ միավորումը, դպրոցի մեթոդական առաջատար մասնագետները միասին հարցը քննարկում են, որոշ դեպքերում վիճում են, անհամաձայնություն չեն ձեռք բերում, հետո փնտրում, գտնում են ելքը, գտնում են այդ համաձայնությունը, գտնում են լուծումը։ Ժամանակ է պահանջում։ Եթե կա այնպիսի մտայնություն, որ կարելի է այդ հարցը լուծել 1 օրվա կամ 1 կարճ քննարկման ընթացքում, հնարավոր չէ։ Այսպիսով մենք մեծ ժամանակ ենք ծախսում նյութերը հավաքելու համար, հետո մեծ ժամանակ ենք ծախսում այդ նյութերը վերլուծելու համար։ Տեսեք, մենք խոսում ենք ուսուցչի կատարած աշխատանքի մասին եւ չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ ուսուցիչները ունեն շատ մեծ ինքնավարություն դպրոցում, հատկապես մեթոդների ընտրության, ռազմավարությունների ընտրության առումով։ Ոչ ոք նրան չի կարող պարտադրել ընտրել այս կամ այն, կարող է համոզել, կարող է մեթոդապես օգնել, որպեսզի մարդը սովորելով գա ինքնուրույն այդ եզրակացության, բայց հայտարարել, որ ուսուցիչը այսուհետև հայտորոշիչ գնահատում պետք է անի շաբաթը միայն 1 անգամ կամ 100 անգամ, միայն այսինչ դասերի ընթացքում կամ միայն այլ տիպի դասերի ընթացքում, սա անթույլատրելի է։ Ուսուցիչը ունի իր մեթոդը ընտրելու իրավունք։ Ուսուցիչը նաև, եկեք համաձայնենք, որ ունի նաև սխալվելու իրավունք, եւ դրա համար դպրոցը ունի մեթոդական միավորում, ունի մեթոդապես լավ պատրաստված գործընկերներ, որ օգնեն նրան հետ պահեն սխալ որոշումներից, ցույց տան ճիշտ ճանապարհը, բայց ոչ պարտադրեն։ Սա շատ կարևոր է։ Այդ ամեն ինչը տեղի է ունենում դասալսումների միջոցով։ Դասալսման ժամանակ բացահայտվում են ուսուցչի աշխատանքի ուժեղ եւ թույլ կողմերը։ Դասալսումը ցույց է տալիս, թե փաստաթղթերում նշված ինֆորմացիան ինչպես է օգտագործվում ուսուցչի կողմից, կարգավորումներն ինչպես են օգտագործվում, այն վերլուծությունը, որը դպրոցը կատարել է այդ աշխատանքների ընթացքում, ինչքանով կարող էր փոխել նրա աշխատանքը, ահա դասալսումներից հետո, երբ որ քննարկում է կատարվում, դասալսում իրականացնողը հիմնվելով փաստաթղթերի վերլուծության արդյունքների, ինչպես նաև դասի ընթացքի վերլուծության վրա, ուսուցչին ներկայացնում է հիմնականում այն խոչընդոտները, որ նրան թույլ չտվեցին հասնել հաջողության։ Սա շատ կարևոր է, մենք պետք է այս հարցին շատ լուրջ մոտենանք եւ այս շղթան փաստաթղթերի հավաքում, տվյալների ամփոփում, դասալսում եւ վերջում արդեն ամփոփում, եզրակացություն, խնդիրների քարտեզի կազմում, առաջարկներ, արձանագրություն, հաշվետվություն, սրանք այն բոլոր շղթան է, որը մենք իրականացնում ենք դպրոցի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար։ Ահա այս գործընթացը մեզ հուշում է, որ եթե ամսվա ընթացքում մենք նախատեսում ենք մեծ ծավալի ներդպրոցական վերահսկողության աշխատանքներ, ամենայն հավանականությամբ այդ աշխատանքները այսպիսի խորությամբ, ինչպես ես քիչ առաջ ցույց տվեցի, իրականացնել դպրոցը չի կարողանա եւ հետագայում որևէ
ուրեմն դիտարկման, քննարկման ժամանակ չի կարող պատասխանել այն հարցերին, որ ուրեմն նախարարությունը կամ տեսչությունը իրեն կտան։ Այդ պատճառով եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրում եմ պլանավորված աշխատանքի վրա եւ մեկ անգամ եւս տեղեկացնում, որ տարեկան պլանով նախատեսված աշխատանքները կարելի է վերանայել, կարելի է արդյունքները քննարկել մանկարժական խորհրդում, ցույց տալ, որ գերծանրաբեռնվածություն է առաջացել, առաջարկել փոփոխություններ, հաստատել, տեղադրել պաշարների շտեմարանում նոր տարբերակը տարեկան պլանի եւ աշխատանքները կազմակերպել ուրեմն վերնաթափված տարեկան աշխատանքային պլանով։ Բոլորին կոչ եմ անում վերանայել այդ մոտեցումները։ Այս սայկաշարը ծավալով մեծ է, ես այստեղ ներկայացրել եմ որոշակի աշխատանքներ իրականացնելիս ծախսվող ժամանականակը։ Այս տեսագրության հետ միասին տեղադրեմ նաև սայկաշարը, դուք ինքնուրույն կարող եք ուսումնասիրել եւ տեսնել այն բոլոր ուրեմն ժամանակի ծախսը, որը այս կամ այն աշխատանքի ընթացքում տեղի է ունենալու անխուսափելիորեն։